Այնպես որ ինձ տարավ գցեց այդ թակարդը, միակ կին ծանրորդն եմ եղել, ու ինքը ինձ աջակցեց, ոչ թե խանգարեց։ 12 տարեկանից սկսել եմ զբաղվել ծանրամարտով, որը շատ դժվար էր աղջկա համար։ Առաջին մրցումս դա եղել է, երբ որ 2 տարի մարզվել եմ, 14 տարեկան հասակում մասնակցել եմ Եվրոպայի պատանների առաջնությանը, որը որ ոչ մեկ չէին հավատում, որ ես կարող եմ մեդալով վերադառնամ, քանի որ Հայաստանում միակ կին ծանրորդն եմ եղել։ Ամենադժվար պահը այն է եղել, երբ որ ծնողներս համաձայն չէին, որ զբաղվի այս սպորտաձևով, բայց դա հաղթահարեցի ու արդեն շատ դժվար ճանապարհ եմ անցել, երբ որ հասել եմ օլիմպիական խաղերին։ Մինչ օլիմպիական խաղեր հասնելը ունեցել եմ բավականին լուրջ կոտրվածքներ, որը ցավոք բոլորը այն որ ասած երես թեքեցին, որ ես ոչինչ չեմ կարող էլ անել, բայց ես ապացուցեցի, որ ես կարող եմ ու գնացի օլիմպիական բրոնզը նվաճեցի։ Երբ որ մենք պետք է ամուսնանանք, ես իրեն ասեցի, պահանջ դրեցի դեմը, պետք է ամուսնանանք, այնպես չլինի, որ ասեց, «Վсё, սպորտդ մի կողմ»։ Իսկ ինքը համաձայնվեց, քանի որ ինքը այդ սպորտի բնագավառի մարդ էր, հասկանում էր ինձ, հասկանում էր իմ նպատակը որն է, գագաթնակետը որն է սպորտի, ու ինքը ինձ աջակցեց, ոչ թե խանգարեց։ Ես նույնիսկ երկրորդ բալիկից հետո եմ վերադարձել սպորտ։ Ճիշտն ասած, երբ որ ես գնում էի այս ուղով, ինձ ոգևորել է իմ քույրը, իմ փոքր քույրը, մենք 4 քույր ենք։ Առաջին անգամ ինքն է գնացել, բայց հաջողություն չուներ։ Դրսում ինքը շատ լավ էր, աշխուժ էր, բայց հենց այդ սպորտաձևում մի քիչ վախկոտ էր։ Այնպես որ ինձ տարավ գցեց այդ թակարդը ու ինքը դուրս եկավ։ Տղաները ուզում են, որ մենք երևանք թույլ ենք, բայց չէ, կանայք, աղջիկները շատ հզոր են իրենցից։ Թե մտածելակերպով, թե ուժով, ամեն ինչով։ Ճիշտ է, թող ներեն ինձ տղաները, բայց այդպես է։ Մանկուց եղել եմ շատ հանգիստ, իսկ հիմա արդեն բռնկվող եմ շատ ու չեմ սիրում, որ հետևից խոսում եմ, միանգամից այն որ ճակատի մեջ ասում եմ։ Նա իրոք հայ ուժեղ մարդու տեսակ է, ուժեղ կնոջ ու վստահաբար 1.5-2 ժամը շատ քիչ էր իր կյանքի բոլոր կարևոր դրվագները եւ իր մասին շատ բան սովորելու, բայց ես հասկացա ու վստահաբար կյանքս կշարունակեմ իր տված մոտիվացիայով։ Հասկացանք, որ պետք է հրաժարվել արդենից դրված նպատակից եւ պետք է չկոտրվել, միշտ առաջ գնալ եւ ամենակարևորներից, որ ծանրամարտը կոպիտ մասնագիտություն չէ։ Այստեղից տարա այն միտքը, որ պետք է միշտ համառ լինել, հավատալ քո երազանքներին եւ այն ամբողջը իրականանալ։ Այսօրվա սերունդը շատ գիտակից է, ամեն ինչ գիտի, իր լավն ու վատը, դա ամենակարևորն է, ու ես կցանկանամ, որ իրենք միշտ այդպես գիտելիքներով լեցուն լինեն, տեղյակ լինեն ամեն հարցի համար, ու կուզենամ, որ դե սպորտի մարդ եմ, կուզենամ, որ սպորտով իրենք զբաղվեն, գնան հաղթանակների ետևից ու երբեք չնահանջեն։